Բարի լույս, առավոտը շանթումը սկսում է ձեր աշխատանքային շաբաթը, այսօր մայիսի 12-ն է և այս շաբաթ կիսում ենք նաև մայիսը մեջտեղից, շատ արագ է անցնում ժամանակը և դա կամ լավ է երեխաների համար, որոնք որ արագ են մեծանում հատկապես գարնանը, կամ ծնողների համար անսովոր։ Որովհետև պիտի նաև հուշենք այն մասին, որ ավարտվում են շատ շուտով դպրոցները, Արտուր, եւ պետք է մտածել, թե ինչով պետք է զբաղեցնել երեխաներին ամբողջ ժամանակ։ Իմիջիալից այս շաբաթը հենց մայիսի 15-16-ից գնում են արձակուրդ, եկող շաբաթ ընդհանրապես վերջին զանգ է, մայիսյան տոները եւ մայիսյան տրամադրությունը այդպիսին է, բայց պիտի խոսել մայիսի եղանակից, բարեկամներ, որովհետև դեռ անձրևները մեզ հանգիստ չեն տալու, չնայած լավ է թող անձրևները շատ կան, որ ջրամբարները լցվեն, որից հետո իհարկե կլինեն ոռոգումներ, որից մենք կունենանք միրգ, բանջարեղեն, մի խոսքով ամեն ինչ այսպես շղթայական ռեակցիայով կապված է իրար հետ, բայց պիտի նշենք, որ այսօր մայիսի 12-ին 1994 թվականին կնքվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև անժամկետ հրադադարի մասին պայմանագիրը եւ մայիսի 12-ը թող ողջ աշխարհում այս հրադադար կնքելու միտումը առաջ մղի եւ թող խաղաղություն լինի եւ պատերազմներ չլինեն ամբողջ աշխարհում։ Ինչպես խոսեցինք արդեն եղանակից, նաև ասենք այն մասին, որ օդերևութաբանները մի քանի օր մեզ ասել են, որ կարծես թե մայիս է վերադառնում մարտ ամիսը։ Այո, եւ մի փոքր ավելի ցուրտ եղանակ է սպասվում մեզ, ասենք, որ մոտավորապես 8-ից 10 աստիճան, պատկերացնում ես, պարոն Սուրենյանն է ասել այդ մասին։ Մի քիչ հով եղանակ կլինի, ամեն դեպքում գարուն է, թող լավ։ Միևնույն է, երբ շոքերը գա, Երանի ենք տալու այս ժամանակահատվածը, երբ ինչ լավ էր, զով էր, անձրև էր, որովհետև ամռանը մայր քաղաքում Հայաստանում իհարկե թեժ է։ Եթե բուժքույր եք, ապա շնորհավորում ենք ձեզ, որովհետև այսօր բուժքույրերի համաշխարհային օրն է, իմիջիալոց այս առիթով մենք եւս ջուրեր ունենալու ենք մեր տաղավարում։ Այնպես որ բարի դրական լիցքով, բարի դրական նոտայով մենք սկսում ենք, ձեզ ասում ենք բարի լույս եւ մի ավանդույթ կա, որ Նելին կասի։ Մենք լսում ենք լավ երաժշտություն, լիցքավորվում եւ շարունակում մեր եթերը։ Ինչ, վերադարձանք սիրելիներ, ֆրանսիական լեզվով երաժշտությունը եւ ֆրանսերենը ամեն անգամ հիշեցնում է, որ մեր լավ բարեկամները միևնույն է մնում են նրանք, չէ՞, ֆրանսիացիները միշտ լավ են մեզ վերաբերվել։ Միակ լավ բարեկամները, չմոռանանք այս մասին։ Եվ մերսին դրա համար է, որ մենք վերցրել ենք նրանցից եւ ամեն անգամ ինչ-որ մի լավ բան, որ մեկը մեր հանդեպանում է, ասում ենք Մերսի։ Այո, շնորհակալության փոխարեն։ Անցնենք առաջ եւ ներկայացնենք մեր հովանավորին։ Մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է Stark լվացքի թերթիկները։ Սա հիանալի այլընտրանք է ծանր տուփերով լվացքի փոշիներին ու գելերի։ Թերթիկներն ապահովում են խոշոր մաքրություն, ինչպես գունավոր, այնպես էլ այլ հագուստի համար, առանց լրացուցիչ, սպիտակեցնող, փափկեցնող նյութերի։ Stark լվացքի թերթիկները ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է։ Հարմար են նաեւ ձեռքի լվացման համար, չեն պարունակում ֆոսֆատներ եւ պարաբեններ, էկոլոգիապես մաքուր եւ կենսաքայքայվող են։ Նորարարություն, որը կլավացնի լվացքի որակը, չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը եւ էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այս թերթիկները լվացքի մեքենայի թմբուկի մեջ եւ վերջ։ Թերթիկների օգտագործման ուղեցույցը հենց տուփի վրա է։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 840 801 հեռախոսահամարով կամ ձեռք բերեք Wildberries եւ Ozon Marketplace-ներից։ Գնանք առաջ, խոսենք եղանակի մասին, իմիջիալոց քամիները իրենց զգացնել տվեցին երեկ, նաև ասեմ, որ շաբաթ եւ կիրակի օրերին եւս ծառերի անկումներ եղան, մանավանդ Կասկադում, տեսել ես, որ երեք մեքենա վնասվեց, այո, կոտրվել էր ծառը, ընկել էր, մարզերում եւս այն իր լավ գործը անում է, գնում է մարդկանց օգնում է, որովհետեւ տանիքներ կային պոկված։ Իսկ Գագիկ Սուրենյանը շտապել է գրել, որ այո, վերադառնում ենք մարտ ամիս, շաբաթվա ավարտին, մայիսը մի քիչ իրեն նման չի լինի։ Եվ եղանակը կցրտի 8-ից 10-ը, չի ցրտի, կնվազի 8-ից 10 աստիճանով, ողջ հանրապետության շրջանում սպասվում են անձրևներ, ժամանակ առ ժամանակ հորդառատ, տեղ-տեղ կլինեն նաև ամպրոպի եւ կայծակի առկայություն եւս, իսկ թե որտեղ ինչ եղանակ է կոնկրետ լինելու, եկեք գնանք եւ իրար հետ տեսնենք եղանակի տեսությունը։
Ավելի կոնկրետ ահազանգեր կային Երևանի, Վանաձորի, Իջևանի, Արագածոտնի, Մարտի Ջամշլու գյուղից, որտեղ վնասվել էին տանիքի թիթեղներ, ինչպես քիչ առաջ ես նշեցի։ Լավ նորություն կա, Ամստերդամի սիրտ հանդիսացող Սուրբ Նիկողայոսի տաճարում բացվել է մեծանուն հայ մտածող բանաստեղծ եւ աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշարձանը։ Շեշտվել է, որ հուշարձանը պատմական եւ հոգեվոր նշանակություն ունի այն հայ համայնքի եւ Ամստերդամի միջև կապերի ամրապնդման համար եւ դա կարևոր խորհրդանիշ է։ Ինչպես նաեւ հայրենիքից հեռու ապրող հայերի համար այն կարող է դառնալ ուխտատեղի եւ կգրավի Նիդերլանդներ այցելող հայազգի զբոսաշրջիկներին։ Նկատի ունեցեք, որ Սուրբ Նիկողայոս տաճարը հենց քաղաքի կենտրոնում է գտնվում, այնպես որ ով որ կայցելի Ամստերդամ եւ կգնա Սուրբ Նիկողայոս տաճար, այո, այդտեղ կտեսնի մեծանուն ոչ միայն հայ, այլ համաշխարհային հեղինակություն Սուրբ Գրիգոր Նարեկացուն։ Իմիջայլոց Նարեկացին սրբադասված է եւ հայ առաքելական եկեղեցու կողմից եւ կաթոլիկ եկեղեցու կողմից, այնպես որ սա եւս մի կարևոր ձեռքբերում է մեզ համար։ Իսկ Հայաստանում ամենաայցելվող վայրերը շարունակում են մնալ Գառնին ու Գեղարդը, քանի որ մոտենում է արդեն զբոսաշրջիկների ժամանակահատվածը, այնպես որ եկեք առանձնացնենք։ Ըստ վիճակագրության Հայաստան այցելած զբոսաշրջիկներն անցած տարի ամենաշատը այցելել են Գառնի եւ Գեղարդ։ 2024 թվականին Գառնին Գեղարդը այցելել շուրջ 34,000 զբոսաշրջիկ։ Սևան եւ Դիլիջան ավելի քան 19,000։ Տուրիստներին հետաքրքրող ուղղություն է նաեւ Նորավանքն ու Տաթևը, յուրաքանչյուրը շուրջ 14,000 այցելու է ունեցել։ Գյումրի այցելել է 11,000 տուրիստ։ Հայաստանի Հանրապետության տուրիստական քաղաքներից ամենակիչ հետաքրքրությունը զբոսաշրջիկները ցուցաբերել են ջերմուկի նկատմամբ։ Կարծում ենք պարզ է ինչու, քանի որ վերջին իրադարձությունները կարծես թե մի փոքր ջերմուկի այցելությունները այսպես մնում է Գառնի Գեղարդ ճանապարհահատվածը հիմնական նորոգվի, որովհետև երբ էր մի 10 օր առաջ պարզապես քաոս էր, կոլապս էր, մարդ տուրիստ լիներ թե չլիներ, միևնույն է շատ երկար կհասներ Գառնի Գեղարդ, մինչև կհասներ Գառնի Գեղարդ, մարդիկ կգնային Տաթև, կնստեն Ճոպանուղի, հետ կգային։ Այսքան երկար կտևեր այդ խցանումները։ Սիրելիներ, ուզում ենք ձեզ ներկայացնել Eurofurniture կահույքի արտադրամասը, ցանկացած բարդության կահույքի պատրաստում բարձրորակ նյութերով եւ սեղմ ժամկետներում, դա լինի լամինատ, MDF, ներկված MDF, ընտրեք եւ հաշված օրեր անց վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակն ու միջանցքը։ Բացի այդ, Eurofurniture կահույքի սրահը զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցե Նիկողայոս Տիգրանյան 27, հեռախոսահամար 094 09 41 65 կամ 094 090 465 կահավորեք ձեր բնակարանը Eurofurniture-ի հետ միասին։ Ինչ ենք անելու հիմա Արտուր։ Գնանք ապրենք առողջ, որովհետև երկուշաբթին նաև պիտի լավ լիցք տա առողջ ապրելակերպով զբաղվողների համար եւ նրանց համար, ովքեր դեռ նոր պիտի գան առողջ ապրելակերպի։ Այս առավոտը կպատմենք հացի մասին, բայց ոչ սովորական, շատ տարածված հիմա սովորական հացը փոխարինել թեփից հացով, այո։ Արդյոք արժե, չարժե, ովքեր են սիրում թե չեն սիրում, դիտենք տեսանյութում։ Մենք վերադարձանք։ Վերադարձալը որն է, այնպես բորբոքում են մարդու ախորժակը մեր տեսանյութերը, որ ակամայից ասում ես գովաց ճանթի եթերում, այ ուրիշ բան չես կարող ասել։ Մնացեք մեզ հետ, քանի որ շատ հետաքրքիր հյուրեր ենք դեռ ունենալու։ Մենք վերադարձանք եւ ինչպես արդեն նշել ենք, այսօր ունենք երգի պրեմիերա։ Ժողովրդական երգիչ նախագծի մասնակից Սամսոն Պանյանն է մեր տաղավարում եւ հենց այսօր պետք է Սամսոնի հետ լսենք նրա նոր երգը եւ իհարկե ստեղծագործությունը տեսահոլովակի տեսքով մատուցած, տեսնենք թե ինչ նորություններ ունի Սամսոնը։ Ողջույն Սամսոն։ Ողջույն լույս ես։ Գաղտնիք չէ, որ Սամսոնը միշտ անդրադառնում է այն երգերին, որոնք ամենասրտամոտն են։ Այս անգամ էլ ոնց որ թե բացառություն չեղավ։ Երգը գրեթե գիտեն բոլորը Սամսոն, եթե չէ, խնդրեմ երգի գոնե կրկն երգի մի հատվածը ասել։ Մենք կմիանանք քեզ։ Այո, հատկապես Նելին։ Այգու մեջ խաղ ես անում, ջիգարս դաղ ես անում, այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս դաղ ես անում, այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում։ Սամսոն Պանյան, երգիչ բեք վոկալներ, Նելի, այո։ Սամսոն,
ինչու այս երգը։ Բազմազան երգեր ունենք, դու էլ լավ գիտես այդ երգերը, երգարաններ ունենք, ինչու է ընտրվել հենց Այգեպան աղջիկ երգը։ Շատ պատահաբար ա եղել, մեր Արմենի հետ, Զամուկաշվիլիի հետ փնտրում էինք մի երգ, որ հետաքրքիր մեկնաբանություն անենք ու մի օր աշխատանքի գնալուց մտքիս մեջ երգում եմ այս երգը ու զանգեցի ձամ, մենք այն ինչ որ մտածում ենք, կարող է այս երգը լինի, հենց էսա որ կա ու սկսեցինք աշխատանքները։ Այս երգի պատմությունը, կարծեմ, եւ Ռուբեն Մաթեոսյանն է երգին անդրադարձել, չէ, եւ աշխուղական շատ խմբեր կան, որոնք այս երգը մեկնաբանել են։ Տեսեք, երգի պատմությունը սենց է, երբ որ երգը ձայնագրվում էր, Աշխուղական միություն եմ դիմել վարպետին Թոմաս Պողոսյանին հեղինակի հետ կապված բան, չի եղել ոչ մի, այսինքն YouTube-ում էլ որ երգ չի կատարմամբ կա երգը տեղադրված, հեղինակ ոչ միտեղ նշված չի։ Այսինքն չենք կարողացել կոնսերվատորիայում դիմել, չենք կարողացել գտնենք երգի հեղինակին ու երգը նշվել է, որ ժողովրդական, այսինքն հեղինակ չի նշվել, որտեղ ինքը նույնիսկ քննարկվել է, որ ինքը քաղաքային ֆոլկ է, կարծիք ա եղել, որ ինքը ժողովրդական խաղիկ է, դրա համար հեղինակ չի նշվել ու մի քանի եթերում հենց դրա մասին խոսվել է, որ հեղինակ չկա։ Երգը YouTube-ում տեղադրվելուց մեկ օր հետո նույն ազգանունով տարբեր մարդիկ գրում են, որ շատ լավն է երգը, շատ շնորհակալություն, որ երգը երգել եք, բայց հեղինակը կխնդրենք նշեք, մեր պապիկն է Աշուղ Մեխակը։ Վայ, տեսեք ոնց բացվեց։ Վարպետին Թոմաս Պողոսյանին վարպետը ասում է, որ այո, Աշուղ Մեխակ եղել է, բայց փաստացի, որ այդ երգը ինքն է գրել, մի քիչ դժվարանում եմ ասեմ, ու այնպես ստացվեց 5-7 օր անցած քոլեջում գնացի աշխատանքի ու քոլեջի աշխատակիցներից մեկը մոտեցավ, որ գիտես մեր բարեկամն են իրենք շատ տհաճ էր, երբ որ ինձ կարող էին հանգիստ գտնել Facebook-ում կամ Instagram-ում հանգիստ հեռախոսահամարս կարող էին գտնել կապվել ու որ մենք նշենք, շատ տհաճ էր, երբ որ նույն SMS-ը, նույն կոմենտը տարբեր ազգանուն մարդկանց ալիքներով գրվում է։ Կարծում եմ պետք է զարմանալ, սա վատ հայկական բնավորություն է, անընդհատ վատը տեսնել։ Ես այնտեղ պատասխանել եմ, որ խնդրում եմ, այսինքն ոչ մի միտում չի եղել, խնդրում եմ, որ կապվել ինձ հետ, փառքաստու մեր աշխատակցի շնորհիվ կապվեցինք ընտանիքի անդամների հետ, աղջկա հետ Աշուղ Մեխակի ու պարզվեց, որ իսկապես ինքն է երգի հեղինակը, արդեն ավելացրել ենք երգի հեղինակի YouTube-ում։ Ես շատ ուրախ եմ, որ գտնվեց, այսինքն գոնե իմ երգի տակ, այսպես ասած, հեղինակի անունը գրվեց։ Որտեղ այս երգը տարիներ շարունակ Աշուղ Մեխակի, չէ, բարեկամներին էլ եւ հարազատներին էլ ողջուն ենք այս բայում։ Շնորհակալություն։ Այսօր իդե պետք է աղջկա հետ հանդիպենք, ու գիրքը պետք է նվիրի։ Եթե Սամսոն Պանյանը չլիներ, դժվար թե կարողանայինք, չէ, հանրահռչակել Աշուղ Մեխակի անունը։ Չէ, իրականում վարպետը Թոմաս Պողոսյանն ասաց, որ շատ լավ երգեր ունի գրած Աշուղը, ուղղակի այս երգեր կապված ինչ-որ թյուրիմացություն ա եղել, երևի, որ անուն չի գրվել երբևիցե։ Ընտիր, երգի ընտրությունը պարզ է, նաև հեղինակին են գտել մեր օրերում, միայն երգ երգելը հաշիվ չի։ Անպայման պիտի վիզուալ տարբերակ ունենալ, երգի տեսահոլովակ պիտի լինի բնականաբար։ Խոսենք նաև մի փոքր էլ 1-2 շտրիխերով եւ գնանք դիտելու տեսահոլովակը։ Դե ասացի, երգի գործիքավորումը ձայնագրությունը կատարել է Արմեն Զամուկաշվիլին, միքս մաստերինգը արել է Հայկ Նավասարդյանը, արդեն ռեժիսորը Վարդան Գրիգորյանն է իմ լավ ընկեր, օպերատոր Վարդան Ասատրյան, մոնտաժը նույնպես Վարդան Գրիգորյան եւ Վահեն միասին են արել։ Միտքը շատ ենք փնտրել, որ ինչ նկարենք, որ ավելի հետաքրքիր լինի ու չլինի Այգեպան աղջիկ, ինչ որ այգում, ծառերի տակ, ինչ որ բան ու Վարդանի հետ եկանք այն մտքին տարբեր տեղանքներ նայելով հասկացանք, որ Մեգերյան կարպետը մեր ուզած վայրն է։ Հայկական նախշերով, գորգաշատ, գորգերի զարդարումներով։ Այո, կարևորը հայկական գիծը պահվել է ու կարծում եմ գունեղ հետաքրքիր տեսահոլովակ է ստացվել։ Պարուհին դերասանուհին Պարուհին Ժաննա Նազարյան, հուշեր պարային համույթից, գեղարվեստական ղեկավար Էդգար Ավետիսյան, շնորհակալ եմ ամբողջ թիմին, ովքեր որ աշխատել են, երաժիշտները, ովքեր որ նվագել են, որտեղ այնտեղ բավականին գործիքներ կան, որ Քամանչյան, Թավշվին, Շվին, ամբողջը Կենթանյանը ձայնագրվել։ Շնորհակալ եմ թիմին, որ աշխատել ենք ու ստացել ենք թեթև գեղեցիկ երգ։ Ես առաջարկում եմ դիտենք տեսահոլովակը։ Ճիշտ եւ լավ տեղին առաջարկել, այո։ Դիտենք, վերադառնանք եւ շարունակենք խոսել Սամսոնի հետ։ Այո, Սամսոն Պանյան, Այգեպան աղջիկ եւ երգի եւ տեսահոլովակի պրեմիերա ուղիղ եթերից։
տանեմ յարիս տամ հազար նազերով խնձորեմ քաղել դրել մաղերով տանեմ յարիս տամ հազար նազերով այգու մեջ խաղես անում ջիգարս տաղես անում այգ է բան աղջիկ ինչ նազես անում այգու մեջ խաղես անում ջիգարս տաղես անում այգ է բան աղջիկ ինչ նազես անում ամեն առավոտ վարաշալույսին սպասում եմ յարջան քո ճանապարհին ամեն առավոտ վարաշալույսին սպասում եմ յարջան քո ճանապարհին այգու մեջ խաղես անում ջիգարս տաղես անում այգ է բան աղջիկ ինչ նազես անում այգու մեջ խաղես անում ջիգարս տաղես անում այգ է բան աղջիկ ինչ նազես անում Սիրուն աղջիկ դու դարդ միանի ճամփիդ կարոտ եմ արի շուտարի այ սիրուն աղջիկ դու դարդ միանի ճամփիդ կարոտ եմ արի շուտարի այգու մեջ խաղես անում ջիգարս տաղես անում այգ է բան աղջիկ ինչ նազես անում այգու մեջ խաղես անում ջիգարս տաղես անում այգ է բան աղջիկ ինչ նազես անում այգու մեջ խաղես անում ջիգարս տաղես անում այգ է բան աղջիկ ինչ նազես անում այգու մեջ խաղես անում ջիգարս տաղես անում այգ է բան աղջիկ ինչ նազես անում այգ է բան աղջիկ ինչ նազես անում այգ է բան աղջիկ ինչ նազես անում Դե այգեպանը պիտի նազանի թե չէ, բա դեպպես հեշտ չի լինելու։ Սամսոն, շնորհավորում ենք։ Իսկապես այս հայկականությունը, հայկական նվագարանները, հայկական գորգը, այո, աղջիկը, որ ժամանակին յուրաքանչյուր աղջիկ գործել, կարել գիտեր ի տարբերություն մեր ժամանակներում, որ Ինչի՞ մե հիմա չեն կարողանում աղջիկները գործել։ Ոչ այդքան տոկոսային հարաբերությամբ, ինչքան 50 տարի առաջ էր։ Բայց հիմա այնքան լավ է տենդենս կա դեպի այդ կարել, ձևել, գործել, տեսահոլովակներ նաև դրա մասին են։ Սամսոն, կրկին անգամ շնորհավորում ենք, դե եկեք նաև մի փոքր խոսենք հագուստներից, որովհետև տեսանք, թե ինչ հետաքրքիր հագուստ եք դուք հագել եք, հայկական նախշով, այո, ծորացող մի տեսակ, չէ՞։ Քեզ դուր եկա վաղտոր։ Այո։ Հագուստի գաղափարը իմն է եղել ու իմ աշխատակիցներից Զարիկը Գասպարյան իրագործեց այն ինչ որ ես մտածում էի, ընդամենը զրուցել ենք ու ասել եմ Զար գիտես, սենց ինչ որ բան եմ մտածում։ Ընդամենը մի քանի օր հետո ես սպիտակ վերաշապիկը տվել եմ ու ստացել եմ այն ինչ որ կար։ Այո, սպիտակ վերաշապիկը կստանաս այն ինչ տեսար տեսահոլովակում։ Ամբողջ ձեռքի աշխատանք արվել, նկարել է, թելերը ինքը անցկացրել, արել։ Դե աղջկա հագուստը պատրաստի արդեն իրենք ունեին, իսկ տղաներին պետք չէր ավելորդ հայկական նախշ ունենալ, որովհետև ամբողջ
լոկացիաները հենց հայկական նախշերով հարուստ էին։ Սամսոն, այս տեսակ երգերին նորից մոտենալ, նորից փորձել երգել, կարծես մի փոքր դժվարություն կա, որովհետև այս երգերը շատ-շատերն են կատարում եւ ամեն անգամ պիտի փորձես տարբերվել։ Ինչպես մենք նկատեցինք, բավականին շատ այսպես ռիթմային փոփոխություն կար երգի մեջ, գործիքներ, որոնք որ միգուցե էլ ավելի լցրել էին երգը, փոփոխություն են, այլ մի քիչ այս մասին խոսիր, թե ու մտահղացումներ մի փոքր այլ տեսակով ներկայացնել երաժշտությունը։ Իրականում վերջին շրջանում 3 գործիքավորողի հետ եմ աշխատում, Արմեն Նազամուկաշվիլին, Հայկ Նավասարդյան ու Գաթաբենդի Գարիկը, յուրաքանչյուրը իր անհատական ձեռագիրն ունի ու այն ինչ որ հավատացեք խոսում ենք, միտքս ասում եմ, որտեղ երկը միանգամից բռնում են, ես ինչ եմ ուզում։ Ու իմ ցանկացած երգին էլ որ հետ նայենք, որոնք որ երկար տարիներ կատարվել է, օրինակ Հայֆիդայինները Ձամուկը տարել է դեպի ավելի ռոքային, ավելի պայքարի թեմայի մեջ, այո, իր այդ վիճակի մեջ մի քիչ փոխվել է, հա, տեմպը ավելի խրոխտացել է, փորձում եմ իմ ձեռագիրը, իմ այսպես ասած ոճը ունենամ, այսինքն նորություն անելու հետ կապված, ինչ որ չվախենալ, երբեք գնալ ինչ որ մի քայլի, որը որ ունեք այս երգի միջնանվագների հետ կապված, եղել է խոսակցություն, որ ասել են դեպի իռլանդական, շոտլանդական երաժշտությանն է մոտ գնացել, ոչ, ինքը լրիվ հայկական լադն է, հայկական մեղեդին է, ուղղակի Քամանչայի ու Թավշվի համադրումն է, որ չի եղել, հիմա ականջին տանում է այդ կողմ, նաև թեկուզ, որ մի քիչ մոտել լինի, ավելի լավ է լինի, ավելի լավ է այդ երկրի երաժշտությանը մոտ լինի, քան դեպի հարևան պետություն, որը որ սարսափելի է, որ այսօր ով ուզում է ինչ-որ մի բանով դիտում հավաքի կամ ինչ-որ մի բան, անպայման պետք է խաղիկների մեջ լինի, շեշտադրման սխալը լինի ու այդ ռնգային երգեցողությունը մտնի մեջ ու գործիքներն էլ Գործիքների ընտրությունը ինչպես է արվում, աշխուղական տարբերակով մենք այդտեղ կլսեինք նաև ուդեր, կլսեինք կանոններ, Քամանչան պայման կլիներ, բայց Ձամուկի միտքն է եղել գործիքները, որ այսինքն սիմվոլիկ մի քանի գործիք, ավելի թեթև, ավելի ականջին հաճո ու Թավշվի շվի և Քամանչա վերջ։ Երգը բացի նրանից, որ ծանոթ է բոլորիս, այն նաև լրիվ ուրիշ կյանք է ստանում, երբ նրան լայվ են երգում։ Երբեք լայվ երգել այս երգը, ինչ տպավորություններ կան ստուդիայում գրվելու և լայվ երգել։ Իրականում երգը առաջի անգամ երգել եմ այս տաղավարում, նոր տարվա նկարահանման ժամանակ։ Ինչ ճակատագրական է մեր տաղավարը այս երգի համար, տեսնում եք։ Մի նկարահանումն է, Շանթ հեռուստաընկերություն, իմ հարազատ հեռուստաընկերությունն է, հաստատ պետք է ստեղիցներ էլի, այդ առաջի անգամ հատկապես, այո։ Իրականում, հա, մեր ժողովրդական երգիչ նախագծի նախընտրական փուլերը հենց այս վայրում է եղել, հետո ենք տեղափոխվել մենք Սևանի փողոց։ Այ խոսենք հենց այս պրոյեկտից, որի մասին խոսեցիք, ազգային երգիչ։ Մենք ճանաչում ենք ձեզ դեռ շատ մանկուց, ես անձամբ Արտուր, բայց պիտի ասեմ, որ ժողովրդական նախագիծը, որին որ դուք մասնակցեցիք, կարծեք սա մի նոր փուլ ձեր կյանքում սկսվեց, հանրության ճանաչելու արդյունքում, կարիերա կերտելու համար, այ խոսենք այս պրոյեկտից, որը որ Շանթը իրականացրեց։ Նելի ջան, տեսեք դուք հասցիք, որ մենք մանկուց ճանաչում ենք իրար, այո, մենք երգել ենք, մենք տարբեր երկրներում հյուրախաղերով եղել ենք, միասին դա մի փուլ էր, նաև կրթվելու փուլ էր, բեմում այսպես ասած թրծվելու փուլ էր, իսկ ժողովրդական երգիչ նախագիծը լրիվ այն ժամանակ 2008 թվականին չկար YouTube հասկացողությունը, Facebook հասկացողությունը, ինտերնետ շատ ակտիվ չէր համենայն դեպս։ Նույնիսկ Շանթ TV-ն հիշում եմ, որ Չարենցավանում չէր ցուցադրվում, ես ամեն հաղորդումից մի օր առաջ ինձ տրամադրում էին CD տարբերակը, ես այնտեղի TV-ին տանում էի տալիս էի, պայմանավորվածություն կար, որ այդ նույն ժամին այնտեղի TV, այնտեղի TV-ին այդ նույն ժամին հեռարձակի հաղորդումը, մարդիկ այդ ժամանակ ժամը 8-ին շատ քիչ էին լինում փողոցում, որտեղ բոլորը նայում էին ժողովրդական երգիչը կլանված։ Իմ համար բեկումնային էր բոլոր առումներով, որտեղ ես մի դպրոցի աշակերտ եմ եղել, սովորել, որտեղ որ նաև դու, որտեղ որ գերիշխել է ավելի շատ էստրադան։ Այո։ Ինչքան էլ ես երգել եմ ժողովրդական աշխուղական երգը, միևնույնն է, էստրադային գիծը եղել է այնտեղ։ Իսկ այստեղ լրիվ այլ էր ու ես միշտ եմ ասում, որ Շանթ հեռուստաընկերությունը արեց մի բան, որը որ դեռ տարիներ հետո
քննարկվի դրա մասին, որ այսինքն իսկապես ժողովրդական երգը այդ ընթացքում ապրեցրեց բոլոր առումներով։ Հիմա ազգային երգիչն կա, բայց նա լրիվ ուրիշ բաներ, որտեղ ազգային նվագարաններով, ավելի հարուստ ժողովրդիկներով, իհարկե հիմա ժամանակակից լուծումները ավելի հետաքրքիր են կարծում եմ սերնդին, բայց նրանով փրկեց, բերեց, հասցրեց սրան, որ այսինքն այսօր արդեն բավականին երգիչներ գործում են, աշխատում են, ներկայացնում են ազգային երգը։ Նույն պրոյեկտը անկախ ֆինանսական եկամուտներից։ Երգը ապրում է այնքան, որքան այն երգում են։ Ինչ երգեր կան առաջիկայում, ինչ պլաններ կան, ինչ նախագծեր կան, որ երգին եք ուզում անդրադառնալ երկրորդ Արդեն անդրադարձած է, երկու երգ ունենք ձայնագրած, մեկը ինձ համար է գրված, Գրիգոր Բանասնահեղինակը պարային 6-8 երգ է, այսպես ասած նորապսակների նվիրված։ Այնպես չէ, որ այս երգը հերո է 6-8-ից, չէ, իհարկե։ Ոչ, այնտեղ ավելի ընդգծված է խոսքը։ Դասական է ժանրը։ Եվ մեկ ազգային երգի շարան ունենք սարքած, արդեն ձայնագրված, Մշո աղջիկ երգը իր դանդաղու արագ մասով, այնուհետ ավանդական հարսի պար ու շուրջ պարեր, մի քանի երգ միացրած իրար, հետաքրքիր միքս է ստացվել, պոպուրի, հուսով ենք, որ շուտով նաև իրենք կունենան իրենց տեսահոլովակները ու քիչ-քիչ կգնանք դեպի ավելի շատ երգեր ձայնագրելուն։ Դե ձեզ միայն հաջողություն մաղթենք, նաև այն բոլոր մարդկանց, ովքեր որ Սամսոն Պանյանի մեջքին կանգնած են եւ գնում են նրա մտքի հետևից, շնորհակալություն հայտնենք նաև երգի մեջ ձայնագրություն ունեցած բոլոր երաժիշտներին, նկարանող անձնակազմին, գրիմյորից մինչև հագուստի ձևավորող, լուսավորողից մինչև փարքինգի պահակ։ Ամբողջ թիմին, շնորհակալ եմ ձեզ, այն որ ասցիք մեջքին կանգնած, ես այսօր զգում իմ շատ սիրելի Շան TV-ի մեջքին կանգնած։ Այո, ես շատ շնորհակալ եմ ձեզ, Շան TV-ին, միշտ մեր կողքին լինելու, մեզ աջակցելու համար։ Ժողովրդական երգիչ նախագծի մասնակից Սամսոն Պանյանն էր մեր տաղավարում իր Այգեպան աղջիկ երգով եւ տեսահոլովակով, դե արդեն բարի ճանապարհ մաղթենք այս երգին, այլևս քոնը չէ, նա արդեն մերն է, որովհետեւ պրեմիերան արեցինք մեր եթերից։ Իսկ մենք անցնենք առաջ եւ ինչ ենք իմանելու մեր եթերում։ Մենք գնում ենք գովազդի։ Դրանք գովազդի տենք եւ վերադառնանք։ Երբ պամպած է եղանակը, բնականաբար անձրև է գալու։ Երբ պամպած է եղանակը, նաև չես կարող աստղերին լավ նայել։ Եվ առասարակ մեր աստղադիտարանները աշխարհում ամենալավ տեղում են գտնվում, որովհետև Հայաստանից դեպի աստղեր շատ ավելի մոտ է, շատ ավելի լավ են տեսնում։ Դրա համար պատահական չէ, որ Բյուրականում է մեր աստղադիտարանը վերջապես։ Այնպես որ մենք հասանք գիտական հայտնագործություններին։ Այսօր ամեն բան սմարտ է, այդ թվում աստղադիտարանները։ Դիտենք տեսանյութը եւ տեսնենք, թե սմարտ աստղադիտարաններն հիմա ինչ տեսք ունեն։ Այո, ճիշտ է։ Վերադարձանք, իմիջայլոց քո աղջիկները հետաքրքրվում են տիեզերքով։ Գիտեն մոլորակներով, աստղերով, աստղափոշիներով եւ այլն։ Հա։ Օրինակ իմ տեղան մի ժամանակահատված կար, որ այնքան էր հետաքրքրվում, բայց հիմա մի քիչ սպորտը ոնց որ արդեն առաջնային է, չնայած տղաների մոտ գրեթե միշտ այդպես է լինում։ Իսկ որ սպորտաձևը։ Այսպես ջյուդո, գավաթած ֆուտբոլն է երկրորդ պլան մղվել։ Երկրացի ֆուտբոլ կարծում եմ որ բոլորը հիշեցին, թե 3 ինչ կատարվեց։ Ոմանք ուրախացան, ոմանք տխրեցին շատ։ El Clásico-ն դրա մասին է կամ ուրախանալու կամ տխրելու, այնպես որ ռեալ լի ֆանատներ հաջորդ անգամ։ Դա ոչինչ։ Սիրելիներ, այս պահին գնանք մխիթարվենք նորին մեծություն երաժշտության, որտեղ Sir Paul McCartney-ն է երգելու, Sir Paul McCartney-ն։ Այո, Sir Paul McCartney-ն հենց տրամադրության մասին։ Իմիջայլոց նոր Նելին դա է ասում, երբեք ամոթ չի խոստովանել, որ դու ոգեշնչվել ես որևէ աղբյուրից, որևէ տեղից։ Օրինակ Paul McCartney-ն մի հարցազրույցի ժամանակ նվագում է ձախով իհարկե, թե ինչպես է հնչում Բախի որևէ սոնատը, եւ ասում որ մեր Blackbird երգը գրել ենք Բախի այս երգից ոգեշնչվելով։ Մի բանը երբ ասում ես, որ ոգեշնչվել ես, մի բանը երբ կոնկրետ copy paste ես անում։
Այ վատը դա է, եւ չես ասում, թե որտեղից է կոպին։ Սկզբնախբերը որտեղից է, այո։ Մենք անցնենք առաջ եւ ներկայացնենք մեր հովանավորին։ Մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է USB 2A եւ 3A տեսակի վերալիցքավորվող մարտկոցները։ Սա հիանալի խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարտկոցների համեմատ։ Վերջին սերնդի Stark USB մարտկոցների լիցքավորումը կատարում է USB-C լիցքավորմամբ։ Պարզապես միացրեք դրանք ձեր համակարգչի, նոութբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից եւ վերջ այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի խաղալիքի, հեռակառավարման վահանակի, անլար մկնիկների եւ այլ սարքավորումների համար անընդհատ մարտկոցներ գնել։ Stark USB մարտկոցների ամբողջական լիցքավորման համար ընդամենը 30 րոպե կպահանջվի։ Խնայեք ձեր գումարն ու ժամանակը ձեռք բերելով Stark լիցքավորվող մարտկոցները։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 81 01 հեռախոսահամարով կամ Արտուր կամ ամենը գնել on-line Wildberries կամ Ozon Marketplace-երից։ Եվ իմ ամենասիրելի պահը որն է այս մարտկոցների մեջ Արտուր? Որ նրանք ունեն 7 տարվա երաշխիք։ Գնում ես մեկ անգամ եւ 7 տարի օգտագործում։ Այս մենք գնում ենք գովազդի, որից հետո վերադառնում եւ օրվա պրոֆեսիոնալ թեմայից խոսում։ Այսօր բուժքույրների համաշխարհային օրն է։ Ինչպես արդեն նշեցինք, այսօր այո իսկապես տոն է եւ մենք ունենալու ենք հատուկ հյուրեր, ում հետ խոսելու ենք հենց այս թեմայի շուրջ։ Իրենց մասնագիտական տոնն են նշում մեր շատ սիրելի բուժքույրերը, մարդիկ, ովքեր գիշեր ու զոր աշխատում են հանուն առողջության։ Բժիշկների հետ մարտնչում են վիրահատարաններում ու ռազմի դաշտերում։ Մեր տաղավարում են Յոլիան արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի ստացիոնար բաժանմունքի բուժքույր Արաքսիա Հակոբյանն ու մանկական արյունաբանության բաժանմունքի բուժքույր Ռեբեկա Մանուկյանը։ Բարի առավոտ։ Ձեզ, ձեր գոլեգաներին, մաղթում ենք ձեզ միմիայն առողջ եւ առողջացող պացիենտներ, լավ վերաբերմունքով ժպիտով մարդիկ, որոնց որ դուք արժանի եք բնականաբար։ Պիտի շատ տրամաբանական հարց ընջի։ Ինչպես ընտրվեց այս մասնագիտությունը, այո։ Շնորհակալություն շատ, շնորհավորում եմ, նախ շնորհակալ եմ, որ մեզ հյուրընկալել եք, շնորհավորում եմ Մայիսի 12-ը այո բուժքույրերի միջազգային տոնն է, շնորհավորում եմ բոլոր բուժքույրերին, հանձինը շնորհավորում եմ արյունաբանության, Յոլիանի անվան արյունաբանության, ուռուցքաբանության կենտրոնի բոլոր բուժքույրերին, միշտ եղեք այդպես հոգատար, միշտ եղեք այդպես համախմբված, սիրենք միմյանց եւ լինենք մեր բուժառուների կողքին։ Ապրեք, շատ լավ սկսեցինք, այո։ Երևի սենց է բուժում եք, չէ՞, հիվանդներին առանց սրսկելու, առանց սիստեմաների, երկու բար խոսում եք, բուժվում են, այո։ Դե էմոցիաները շատ կարևոր են։ Մենք դեռ կգանք էմոցիաների, բայց ինչպես ընտրեցիք այս մասնագիտությունը։ Տանը կային բժիշկներ, թե ինչպես ստացվեց։ Այս մասնագիտությունը ճիշտ ասած ընտրել եմ, տատիկս բուժքույր էր եւ ինձ շատ դուր էր գալի իր օգնությունը, հա, բոլորի նկատմամբ ոնց էր բուժում, ոնց էր ինչ հարգանք ուներ։ Այդպես ես էլ որ մեծացա, ուզեցի դառնալ բուժքույր, ընտրեցի այս մասնագիտությունը։ Եվ այս մասնագիտությունը ընտրելով շատ սիրեցի, շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, այս մասնագիտության հետ մեկտեղ պետք է լինենք միշտ մեր բուժառուների կողքին, իրենց հետ լինել հոգատար, ինչքան հոգատար ես լինում բուժառուի կողքը, բուժառուի հետ, այնքան իրենք ստրեսին իրենց մոտ նվազում է, լինում ենք հոգատար, լինում ենք շատ իրենց հետ մոտիկանում ենք շատ ջերմ, ունենում ենք... Արաքսիա, դուք արդեն իմ երկրորդ հարցին եք սկսում պատասխանել, հա, եկեք Ռեբեկայից հետ ճշտենք, այո։ Ռեբեկան ավելի երեխաների հետ է աշխատում, ինչպես հասկացանք, այն ինչ առանձնահատկություններ պիտի ունենա բուժքույրը, որ աշխատում է երեխաների հետ, որտեղ նրանք շատ անգամ չէ, ինչպես մենք գիտենք, կամակոր են լինում, լաց կան։ Երեխաների հետ փոքր ավելի բարդ է աշխատանքը, ունենք փոքր հասակի երեխաներ, ովքեր դեռ չեն կարողանում խոսել, արտահայտել իրենց գանգատների մասին, արտահայտում են ամեն ինչը լացի միջոցով ու այս ժամանակ շատ մեծ դեր ունի նաև իրենց մայրիկների աջակցությունը, մայրիկները ինչպես կօգնեն մեզ եւ իրենց եւ այսպես Եվ շատ անգամ հանդիպում եք օգնող մայրիկների եւ շատ անգամ խանգարող մայրիկների, ինչպես մենք գիտենք։ Իհարկե, մայրիկներն են եւ օգնում են եւ մայրիկ
Իհարկե խանգարում են։ Բայց մայրիկներն են միևնույն է։ Ռեբեկա, ինչպես ընտրեցիք դուք մասնագիտությունը։ Արաքսյան ասաց, որ տատիկը բուժքույր է, ձեր տանն էլ կային բժշկական անցյալ կա։ Այո, քույրս նույնպես բուժքույր էր։ Ու փոքր հասակում իր հետ շատ էր ինձ տանում հիվանդանոց, տեսնելով այդ ամեն ինչը, ինչպես են հոգ տանում բուժառուների մասին, խնամքը, ես էլ սիրեցի ու որոշեցի դառնալ։ Բուժքույր ոչ բոլորը կարող են դառնալ, թե բոլորը կարող են դառնալ բուժքույր։ Ինչ առանձնահատկություններ, ինչ կարևոր հմտություններ, ինչ մարդկային որակներ պիտի ունենա հենց բուժքույրը։ Բուժքույրը պետք է ունենա հմտորեն, հա, տեխնոլոգիական այդ տեխնիկական հմտություններ պետք է ունենա։ Այսինքն գրեթե նույն ինչ բժիշկները ունեն, չէ՞, սրսկելու իմաստով, կտրելու իմաստով։ Պետք է ունենան ջերմություն, հա, ջերմություն պետք է շատ նվիրեն, հա, իրենց բուժառուներին։ Այո, այդ բժիշկ եւ բուժքույր պացիենտ հարաբերությունը, հա, դա մի կամուրջ է, որ պետք է լինենք իրենց կողքին, որպեսզի ամեն ինչ ճշգրիտ եւ ճշգրիտ եւ չվնասող լինի, բնականաբար։ Չվնասող լինի մեր հիվանդներին։ Դուք աշխատում եք տարբեր տարիքային խմբերի հետ, ինչ առանձնահատկություններ ունեն տարբեր տարիքները։ Այո, տարբեր 18-ից մինչև բարձր տարիքի խմբի հետ ենք աշխատում։ Մեծահասակների հետ մի փոքր դժվար է աշխատելը, հա, իրանք շատ մի քիչ դյուրակրկիր են լինում։ Իրանք հետ, այո, պետք է շատ հոգեբանորեն մոտիկանալ։ Ճիշտ է, մենք ունենք մեր կենտրոնում արունաբանության հոգեբան։ Մեր հոգեբանը Նայրա Սիմոնյանը, որ շատ բոլոր բուժառուների հետ անհատական աշխատում է, եւ բացի այդ մենք էլ նույնպես հոգեբանորեն ենք մոտիկանում ենք իրենց հետ այնպես, որ իրենց լավը զգան, իրենք հանգիստ զգան, ինչքան էլ իրենց խնամողը ինչքան էլ իրենց ասում է դուք լավ եք լինելու, հես առողջանալու ենք եւ այլն, բայց իրենք ուզում են դա մեզնից լսեն, հա, բուժքրոջից լսեն, որովհետեւ բուժքույրը բացի այն, որ կատարում է բժշկի նշանակումը, նաեւ իրենց հետ անընդհատ զրույցի մեջ է լինում, հա, իրենց հետ կատակում ենք, իրենց հետ զրուցում ենք, իրենց հանգստացնում ենք, իրենց ասում ենք, որ իրոք իրենք բուժվելու են ու իրոք բուժվելու են մեր հիվանդները, բոլորը լինելու են իրենց նույն առօրյայով ապրելու են։ Մի ընթացք է սա, հա, մի երկարատև բուժում է, որ բուժվելու են ու շատ ամեն ինչ շատ լավ է։ Այ օրինակ, երբ Արաքսյան մեծահասակներին է մոտենում, սա նրանց համար նաև որպես ավետիս կարող է լինել, ահա եկավ բժշկուհին, ինչ են ասում իմ մասին, ոնց եմ ես լինելու, ի տարբերություն երեխաների, որ երբ սպիտակ խալաթ են տեսնում, միանգամից խառնվում են իրար, այո։ Այ բուժքույրը ինչպես պիտի լեզու գտնի, ինչպես պիտի կոտրի այդ կարծրատիպը կամ չգիտեմ, ինչպես պիտի մխիթարի երեխաներին հանգստացնի, որ այս սպիտակը բոլորովին վախենալու չէ։ Մենք սպիտակ խալաթ չենք հագնում, կարևոր է, որպեսզի երեխաները չվախենան։ Շատ խաղային միջոցներով ենք մոտենում, դեռահասներին կարծիք ենք հարցնում, այ օրինակ որտեղից կուզենաս ներարկումը կատարենք, ինչպես անենք, մի փոքր ավելի իրենց կարծիքը հաշվի ենք առնում դեռահասներին, իսկ փոքր երեխաներին փորձում ենք շատ ծնողնել է աջակցում ու այդ հաղթահարում եք այդ իրավիճակը։ Ես կխնդրեի եւ կուզենայի, որ դուք հիշեք ձեր ամենաառաջին աշխատանքային օրը, երբ գնացիք, բացի այն, որ դուք պրակտիկա եք գնում բնականաբար, հետո դա ուսանողական ընկերով գնում եք այս հիվանդացով, այն հիվանդանոցում, բայց երբ արդեն անկախ եք ձեր ուսանողական ընկերներից եւ առաջին անգամ գնացել եք աշխատանքի, այ ինչ եք հիշում, ինչ է տպավորվել ձեր մեջ, ես կարծում եմ սա այն դեպքն է, որ կյանքում չես կարող մոռանալ։ Հա, Արաքսա, ինչ եք հիշում առաջին օրվանից։ Առաջին անգամ, որ ես արդեն աշխատում էի բուժառուների հետ, ճիշտ է, շատ լարված ես լինում, ուզում ես ճիշտ անել այդ ամեն ինչը, հա, այդ աշխատանքը, չէ, փոքր քիմիոթերապիայի բաժանմունք է, պետք է ամեն ինչ անել ճիշտ, ճշգրիտ, ինչպես որ բժիշկն է, հա, թելադրել մեզ։ Եվ բուժառուին մոտենալը մի քիչ շատ լարված էինք լինում, շատ դու քիչ այդ ամեն ինչ պրակտիկան իրեն ասեց, մեզ օգնեցին, մենք ունենք բաժանմունքում մեծահասակ բուժքույրեր, որոնք մեզ ամեն ինչ սովորեցրեցին, որ այսօր մենք բուժքույր ենք ու մենք իրանց հետ հավասար աշխատում ենք եւ մեր բուժառուների հետ կողքին ենք
Արտուր, գիտես, ինձ թվում է, որ հիվանդները, հա, այսինքն մենք ենք լինում, չէ, շատ անգամ հիվանդանոցներում բուժքույրերին ավելի շատ ենք սիրում, որովհետև բժիշկը կարծես ինչ-որ մի անհասանելի մեկն է, ով օրվա մեջ մեկ անգամ կարող է ուղղակի մտնել զնել, բայց ու անընդհատ բուժքույրերի հետ ես, քո հոգսն ես ասում, անգամ եթե ինչ-որ մտահոգություններ ունես կամ անհանգստություններ ունես, միշտ ավելի շատ մոտ ես բուժքույրերի հետ, համարժեք այդպես պիտի լինի, թե բուժքույրերն են իրենք հավելյալ ջանք են տրամադրում։ Հիմնականում բուժքույրն է աշխատում բուժարուի հետ, ճիշտ է, բժիշկը նշանակում է իր նշանակումներն անում է, իր հետազոտությունն անում է, բժիշկը գնահատում է այդ օրվա հիվանդի վիճակը, իհարկե դա ամեն ինչ համախմբված է լինում եւ մնացած գործը կատարում է բուժքույրը։ Բնականաբար պետք է կատարենք բժշկի նշանակումները, երբ որ բուժարուն ունենում է ինչ-որ խնդիր, ինչ-որ անհանգստացնող ինչ-որ բան, մենք անպայման դիմում ենք բժշկին, որովհետեւ բժիշկն է իրան բուժողը, բժիշկը եւ մեզ տալիս է ճիշտ ուղղություն եւ ցուցումները եւ մենք կատարում ենք էլի։ Ռեբեկա, մենք չլսեցինք ձեր առաջին օրվա մասին։ Ինչ տպավորություններ կան, ինչ հիշողություններ կան առաջին աշխատանքային օրվանից։ Առաջին աշխատանքային օրս անցել է նույնպես բանկական բաժանմունքում։ Շատ լարված էր, բայց քանի որ ունենք պրոֆեսիոնալ ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր ամեն ջանք չեն խնայում իրենց փորձով, շատ լարված է անցել, հետո որ տեսնում էի բալիկներին իրենց այդ վիճակը, մի տեսակ խղճի խայտ կա, չէ, որ դա էլ կարելի պետք է երևի բուժքույրը հաղթահարի, որ անընդհատ արդեն Այդ կարեկցանքի գերագրական դոզա է դառնում։ Այ ինչպես է կարողանում ինքներդ ձեզ այդ կապվածության մեջ չմտնելու, որովհետև կարծում եմ դա շատ կարևոր է, որ դու սահմանը պահես բժշկի եւ պացիենտի, որտեղ երբ որ ամբողջապես քանդվում է սահմանը, մի տեսակ հարազատանում ես, հետո ավելի դժվար է լինում, տրավմաներ ես ունենում, այ ոնց է այդ սահմանը գծում։ Գնում տուն ու չեք մտածում այլևս այդ երեխաների մասին։ Այդպես չի լինում, ճիշտ է, այդպես պետք է լինի, պետք է շատ Չպիտի այդպես լինի, բայց չենք կարողանում, որովհետև մենք շատ երկար ենք իրենց հետ աշխատում։ Մեր քիմիոթերապիայի բուժումները, հա, քիչ շատ երկար է լինում, շատ ենք շփվում հիվանդների հետ, շատ երկար ժամանակ ենք իրենց հետ անցկացնում ու չես կարողանում, երբ որ գնում ես տուն, էլի մտածում ես իրենց մասին, հա, զանգում ենք գոլեգային, հարցնում ենք ո՞նց եղավ եւ այլն, չենք կարող։ Այդ ինչքան էլ ասում ենք, որ պետք չի եւ այլն, բայց չենք կարողանում։ Մենք հոգեպես այն որ ամեն րոպե իհարկե, իրանց հետ ենք լինում, մտքերով։ Այն, որ դուք երկար տարիների փորձ ունեք, դա անխոս, բայց միգուցե ժամանակին համընթաց, նոր մեթոդներին համընթաց, արդյոք անցնում եք որևիցե դասընթացներ, որպեսզի մակարդակը ավելի բարձրանա ձեր ունակության կարողությունների։ Յուլիա Նարոդնաբանության եւ ռուսկաբանության կենտրոնում մենք մշակել ենք քույրական կրթական ծրագիր, որի ժամանակ կազմակերպենք ամեն շաբաթյա սեմինար հանդիպումներ կենտրոնի բուժքույրերի հետ, փորձի փոխանակում ենք անում, ավագ սերնդի բժիշկների բուժքույրերի հետ, այո, եւ փորձում ենք սեմինար հանդիպումների միջոցով ել ավելի զարգացնենք մեր փորձը գիտելիքները։ Ինչպես է այդ օրգանիկ անցումը լինում։ Դուք երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ եք, բայց օրինակ 20 տարի առաջ, երբ հիվանդանոցային որևէ դեպք է լինում, բուժքույրերը հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչներն են, ավելի տարիքով ներկայացուցիչներն են։ Այ հետաքրքրությունը այսօրվա երիտասարդների շրջանում բուժքույր լինելու մեծ է, շատացել է, նկատում եք այդ միտումը բուժքույր լինելու։ Այո, իհարկե շատացել են, քանի որ նաև հիվանդությունն է շատացել։ Ցավոք, այո, բուժքույրության մասնագիտությունը մի փոքր ավելի շատերն են ընտրում այդ մասնագիտությունը։ Քույրական գործ, այո, քույրական գործ, քույրական խնամք, օրինակ այդ վերապատրաստումները, որ լինում է, մեզ մոտ ամեն շաբաթ պարտադիր դասընթացներ, վերապատրաստումներ, մեր հիվանդները, երբ որ ստանում են հիմնականում քիմիոթերապիա, իրենք ունենում են պորտ կաթետրներ, ունենում են կենտրոնական կաթետրներ, դրանց մշակումն ենք, հա, դրանց մշակումը դա հենց մեր քույրական գործի մեջ է մտնում, եւ քանի որ վերապատրաստվում ենք ու ավելի շատ գիտելիքներ ենք ձեռք բերում եւ ավելի ստերիլ, հա, որպեսզի բուժարուին մոտիկանանք ստերիլ վիճակում կատարել աշխատանքը ճիշտ, որպեսզի այդ բուժումը ընթանա ավելի
Ճիշտ եւ այնպես որ դուք ասում եք, այնպես ես ուրախանում եմ, լցվում եմ հավատով, որովհետեւ 25 տարի առաջ երբ մտնում էիր որևէ բուժ հաստատություն, ժամը 6-ից հետո բուժքույրը դառնում էր գլխավոր բժիշկ։ Ես միանգամից ինչ որ հարց որ լինում էր, նա էր ասում, նա էր գնում, նա էր սաստում, բայց երբ բժիշկը տեղում էր, նա սովորական իր գործն էր անում։ Հենց գլխավոր բժիշկը գնում է, նա դառնում է գլխավոր բժիշկը։ Հիմա էլ այդպես։ Հա? Ես վստահ եմ, որ ձեզ մոտ այդպես չի։ Այնպես է, որ չէ, իհարկե, մենք բուժքույր ենք, մենք լինում ենք մեր բուժքույրի դիրքում, իհարկե։ Բայց չմոռանանք, որ ոչ մի բժիշկ առանց բուժքույրի չի կարող լինել այն բժիշկը, ով օրինակ է այս պահին։ Չմոռանանք այդ մասին, դա շատ կարևոր է։ Լավ, եկեք նաև մի փոքր խոսենք, եթե ինչ-որ մի ստատիստիկ տվյալներ ունեք։ Օրինակ հիմա նույն այդ քիմիաթերապիա, ինչ մակարդակի վրա է Հայաստանի Հանրապետությունում, այսինքն այդ տեսակ հիվանդությունները շատ ավելի տարածված են, ինչպես մենք ենք նկատում երեխաների մեջ, թե մեծահասակների մեջ, եւ բուժողները, այսինքն բուժվածները տարի ավելի շատանում է տոկոսային հարաբերակցությամբ։ Այո, իհարկե, բուժվածները շատ նախ հիվանդությունը ավելի շատացել է։ Շատացել է։ Այո, բուժումը կատարվում է, քիմիոթերապիայի բաժանմունքում է կատարվում, բայց այո, շատ են բուժվում, բուժառուները շատ կան, բուժվում են, գնում են իրենց առօրյա կյանքով ապրում են, ավելի շատացել է, ու քանի որ այս ամեն ինչ, այս տեխնոլոգիական, այս զարգացումները եւ այլն շատ ավելի հասանելի են դարձել ու հիվանդները ավելի շատ առողջանում են, ավելի շատ արդյունք ենք ունենում առողջության։ Շատ լավ է, որ շատ են ավելի շատ առողջացողները։ Քանի որ մայիս ամիսն է, ես հիմա մի օրինակ եմ ուզում բերել իմ ընտանիքից, որ կոնկրետ կապ ունի բուժքույրերի հետ եւ հետո հարց պիտի տամ բնականաբար։ Հայերական պատերազմի ժամանակ հորս պապը վիրավորվում է եւ հետաքրքիր է, որ նման բան 1000-ից 1 է լինում։ Երբ որ արկը նետվում է, եւ միտեղ որ ընկավ, երկրորդ անգամ արկը այդտեղ չի նետվում։ Նրանք գնում են այդ իբրև խրամատ պահկվելու այդտեղ, երկրորդ անգամ արկը ընկնում է այդտեղ։ Վիրավորվում է հորս պապը եւ նրան գրեթե անգիտակից տանում են, բուժում են եւ երբ որ նրան փրկում են, վերադարձնում են կյանք, մի շատ բարեհամբույր եւ հոգատար բուժքույր է լինում։ Նրան խնամողը հորս պապը հարցնում է, ասում է ինչպես է քո անունը, ասում է Ֆրիդա, ասում է այ հիշիր, երբ որ ես լավանամ եւ գնամ Հայաստան, ես աղջիկ եմ ունենալու եւ նրա անունը դնելու եմ քո պատվին, Ֆրիդա։ Ես հիմա ունեմ հորաքույր տատիկ գծիկ Ֆրիդա հորաքույրը, որ բուժքրոջ անունով է դառնում։ Հիմա դուք կապվում եք հետո ձեր արդեն բուժված պացիենտների հետ, ընկերություն անում եք դրանց հետ կամ կա մի պատմություն, որ ձեր անունով եք կոչված օրինակ։ Շատ դեպքեր ճիշտ ասած լինում են, անգամ լինում են, երբ որ տղամարդը մեզ մոտ բուժում է, կինը եղել է այդպիսի դեպք, դրա համար եմ ասում, կինը հղի է եղել, միշտ ամեն անգամ երկու անգամ հանդիպել է ինձ այդ դեպքը, բժիշկի անունով են կոչել իրենց երեխային, մյուսը կոչել է բուժքրոջ անունով, այդպես լինում է, այո, իհարկե։ Այսինքն պատկերացնում եք այդ մարդիկ ինչ տպավորություն են թողել այդ ընտանիքի վրա, որ պատրաստ ես քո զավակին կամ քանի որ ինքը առողջացել է, քանի որ ինքը երկար ժամանակ է անցկացրել տվյալ հաստատությունում, այո, դրա համար այդ տպավորությունը, ուզեցել է, որ իր երեխայի անուն, որովհետև իրեն բուժել է, այդ բժիշկին իրեն բուժել է, փրկել է, կյանք է տվել, ոնց որ ինքն էլ տալիս է այդ անունը։ Ռեբեկա, ձեր պարագայում պիտի որ երեխաներ են սկզբից, հետո պիտի դառնան պատանիներ կամ պատանիներ են հետո երիտասարդներ, այս ընթացքում նրանց մեծանալը դուք տեսնում եք, հետո կապի մեջ եք լինում իրար հետ, կան նման մարդիկ։ Այո, փոքր հասակից, որ մեզ մոտ են լինում, այդ կապը պահում ենք մինչև այսօր դեռ անգամ որ գալիս են հաճախակի ստուգումների, այդ ջերմությունը, հարազատությունը արդեն ոնց որ Ժամանակ առ ժամանակ փոքրիկներ երբ որ մեծանում են, ժամանակ առ ժամանակ իրենք հետազոտվում են, այդ ժամանակ իրենք ամեն անգամ մենք հանդիպում ենք, մեր առողջացած հիվանդներն էլ որ դուրս են գրվում, հետո մի տարի հետո գալիս են մի հատ էլ sense հետազոտմամբ, այդ ժամանակ արդեն իրենք sense մազերով շատ ժամանակ չենք ճանաչում, իրենք որ խոսում են, այդ խոսալուց այդ իրենց հայացքից հասկանում ենք, որ ինքնա շատ ուրախանում ենք, շատ ջերմորեն ընդունում ենք։
Ձեր գործը շատ դժվար է, որովհետև այդ կարեկցանքի էլեմենտը շատ ու շատ է, կարծեմ ասպառ է բուժքույրերի մոտ այդ կարեկցելու պահը, եւ մենք շնորհակալություն ենք հայտնում, քանի որ նախ պատե առիթն է, երկրորդը մասնագիտական օր է այսօր ձեզ համար, շնորհավորում ենք կրկին բուժքույրերի համաշխարհային օրը եւ աշխարհի բոլոր բուժքույրերից շնորհակալություն ենք հայտնում, որ նրանք փրկում են կյանքեր, սա ամենակարևորն է, նաեւ իրենց դրական էներգիայով մարդուն հանում են ստրեսից կամ պակասեցնում են ստրեսը, ինչպես որ բժշկուհին նշեց։ Մեր տաղավարում էին Յոլիան Արոնաբանության եւ Ռուսկաբանության կենտրոնի ստացիոնար բաժանմունքի բուժքույր Ալեքսիա Հակոբյանը եւ մանկական արոնաբանության բաժանմունքի բուժքույր Ռեբեկա Մանուկյանը։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալություն։ Գնանք գովազդի։ Գովազդ Շանթի եթերում։ Իսկ հիմա ուզում ենք ձեզ ներկայացնել մեր հովանավորին Eurofurniture կահույքի արտադրամասին, ցանկացած բարդության կահույքի պատրաստում, բացօրակ նյութերով եւ սեղմ ժամկետներում։ Լամինատ, MDF, ներկված MDF, ընտրեք եւ հաշված օրերանց, վայելեք ձեր երազանքների խոհանոցն ու հյուրասենյակը, ննջասենյակը կամ միջանցքը։ Բացի այդ, Eurofurniture կահույքի սրահ զբաղվում է առանձնատների եւ հյուրատների կահավորմամբ։ Հասցեն Նիկողայոս Տիգրանյան 27, հեռախոսահամար 094 094 165։ Կահավորեք ձեր բնակարանը Eurofurniture-ի հետ։ Շարժվենք առաջ, բարեկամներ, ամեն տարի երկրագնդի լավագույն գիտնականները պայքարում են Նոբելյան մրցանակի համար։ Բայց եկեք նախ հասկանանք, թե ով էր Նոբելը, ինչպես ստեղծվեց աշխարհի ամենահեղինակավոր մրցանակը եւ ինչու մաթեմատիկան ներառված չէ Նոբելյան մրցանակների շարքում։ Գնանք եւ բացահայտենք։ Միշտ հետաքրքրում է բոլորին։ Ես պատասխանը գիտեմ, գնանք իմանանք թե ինչու։ Ես ժամանակին, երբ ուսանող էի, բանասիրական ֆակուլտետում երկու երազանք ունեի, կամ ունենալ Նոբելյան մրցանակ գրականությունից, կամ ունենալ Պուլիցերյան մրցանակ լրագրությունից։ Ոչ մեկն էլ չունեցա։ Բայց Արտուր, հիշի, որ հույսը վերջում է ման գալիս, բայց որին ես այս պահին ձգտում։ Ես այս պահին ձգտում եմ պատտվել աշխարհի շուրջ եւ ուզում եմ գնալ այս պահին հասնել կենտրոնաբանական, բուսաբանական այգիներ աշխարհում։ Բուսաբանական այգիներ, մեր բուսաբանական այգին էլ Երևանի թոքերից ամենակարևոր հատվածն է եւ ընդհանրապես որքան շատ բուսաբանական այգիներ աշխարհում, այնքան մարդկությունը առողջ։ Գնանք իրար հետ բացահայտենք աշխարհի ամենահետաքրքիր բուսաբանական այգիները։ Իսկ դու վերջին անգամ երբ ես եղել բուսաբանական այգում։ Բուսաբանական այգում եղել եմ անցյալ տարի, եթե չեմ սխալվում, անգամ հոկտեմբեր ամիսներ երեխայիս հետ։ Ստեփանավան պիտի գնալ լավ բուսաբանության հետևից, որովհետև փոշոտումը համարյա թե արդեն կսկսի, հա, գնալ, շնչել, հասկանալ թե որն է մաքուր օդը վերջապես։ Իսկ հիմա մաքուր գովազդ մեր եթերում։ Դե ինչ, մայիսի 12-ի երկուշաբթին այսպիսին էր Շանթի ուղիղ եթերից առավոտը Շանթում հաղորդման շրջանակներում։ Իսկ մենք ուղիղ եթերի էստաֆետը փոխանցում ենք Հորիզոնի լրատվականի մեր գործընկերներին եւ հուսանք, որ շաբաթ կիրակին, չէ, շաբաթ, աշխատանքային շաբաթը ձեզ համար լինելու է բարձր OGG-ով։ Իսկ գիտես OGG-ով։ Բարի լուրերով։ OGG-ն օգտակար գործողության գործակից։ Դա դու ես հորինել։ Ոչ, դա վաղուց հորինված է գիտնականների կողմից, մաթեմում էլ, ֆիզիկայում էլ։ Այնպես որ Նոբելյան մրցանակին համարյա թե մոտ ես արդեն Արտուր։ Սիրելիներ, լավ եղեք, ժպտացեք եւ եղեք առողջ, կգանք վաղը։ Ցտեսություն։